Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուն է, տաղավարում այսօր իմ հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանն է։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Թեմաներն իհարկե շատ են, արդիական եւ հրատապ։ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտի 11-ին էր Եվրախորհրդանում հայտարարել, թե որոշ հայ հոգեվորականներ, որոնք իբրև թե խախտել են հոգևոր բարեվարկության կանոնները, Հայաստանում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը եւ իրենց շուրջ հավաքելով Ռուսաստանաբնակ բելարուսամետ օլիգարխների, նախկին նախագահների նրանց հետ կապված ուժերին, այսպես մեծ դավադրություն են բացահայտում, փորձում են Հայաստանում անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Եվ այսօր էլ կառավարության ճեպազրույցում կրկին խոսել է այսպես կոչված խաղաղության պատերազմի կուսակցության մասին, ասելով, թե խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով, ինչպես կպատասխանեք որպես Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի այս մեղադրանքներին եւ ձեր կարծիքով ով եւ ովքեր են իրականում Հայաստանում ներկայացնում այսպես ասած պատերազմի կուսակցությունը, եթե այդպեսին կա։ Նիկոլ Փաշինյանը առանց երկար մտածելու կարող եմ ասել, ամենաշատ պատերազմներ գրանցած ղեկավարը կառավարման տարիներին ում օրոք ամենաշատ պատերազմներն ու հարձակումներն են եղել Փաշինյանն է, իսկ եթե Փաշինյանը արդեն օրով ժամով ասում է Հայաստանի վրա երբ է հարձակում լինելու կամ երբ է պատերազմ լինելու, չեմ կարող ինձ զսպելու հարցնել պայմանավորվել են արդեն, Ադրբեջանի հետ պայմանավորվել են, Ալիևի հետ Փաշինյանը պայմանավորվել է երբ է Ալիևը հարձակվելու Հայաստանի վրա, ինչ է նշանակում ամսաթվով ասել, որ Հայաստանի վրա հարձակում է լինելու, Հայաստանին դեմ պատերազմ է լինելու։ Իսկ կարող է ոչ մի պատերազմ չկա ու Փաշինյանը ուղղակի հայ հասարակությանը անցած սպառնում է պատերազմով։ Իդեպ դուք նկատել եք, որ վերջին ժամանակաշրջանում այլևս Ադրբեջանը չի սպառնում այս պատերազմով։ Դա անում է Փաշինյանը։ Հիմա դա նորմալ է, որ որևէ երկրի ղեկավարություն սեփական ժողովրդին անդադ սպառնա պատերազմում։ Հայաստանում որևէ ղեկավար չի եղել, որը պատերազմ է հրահրել, պատերազմ է բերել, եթե Փաշինյանը այդպիսի քաղաքականություն է վարել ու սա ինքնախոստովանական ցուցմունք է, շատ լավ կարող ենք ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք, բայց իրենից բացի ուրիշ մեկը չկա, որը պատերազմ է հրահրել։ Եթե մեր մասին է խոսում, օրինակ, չգիտեմ, Դաշնակցություն երկրորդ նախագահ, այդտեղ էլ այն ժամանակաշրջանը իշխանության եղած այդ տարիները, որ եղել են պատերազմ չի գրանցվել։ Այսինքն ոնց կարող է մարդը ում օրոք ամենաշատ պատերազմներն ու հարձակումներն են եղել, խոսել պատերազմների ու հարձակումների մասին։ Կարող է ինքնաբերում ու եթե ինքը չլինի, դա էլ չլինի։ Սա է իրականությունը ու սեփական հասարակության Ալիևից շատ սպառնալ պատերազմով դա հանցագործություն է սեփական հասարակության նկատմամբ, այսինքն լավ ընտրվելու համար էլ ինչ էր կարելի անել, կարող է մի հատ ահաբեկչություն կազմակերպի սեփական ժողովրդի դեմ, կարող է ինչ որ գործողություններ նախաձեռնի, դիվերսիոն հարձակումներ նախաձեռնի, հասկացանք, ամեն ինչ չափ ու սահման պիտի ունենա, Հայաստանի անվտանգային այլ սպառնալիք, քան Նիկոլ Փաշինյանն է, բայց թվում անգամ ավելի մեծ է իր սպառնալիքության աստիճանը իրականում նաև արտաքին թշնամիներից։ Իսկ ինչ վերաբերում է գնալ տարբեր մայրաքաղաքներ, ինչ որ երևակայական սպառնալիքներով օգնություն մուրալ ու խնդրել ու տարբեր իրար հակասող մայրաքաղաքներում բոլորից օգնություն խնդրել միայն թե վերընտրվի, դե թող ժողովուրդը դրանից բանանի ինքնիշխանության գնահատականի մասին, ինչ է նշանակում գնալ Եվրոխորհրդարան եւ բողոքել հայ առաքելական եկեղեցուց։ Լավ, դա ընդունելի է։ Կարելի է դες բան անել, մեկ Ադրբեջանն էր բողոքում, մեկ կարող էր բողոքել, այսինքն եթե սա շարունակվի, Ադրբեջանի ոչ արտաքին գործերի նախարարությունն է պետք, ոչ բանակը պետք, Նիկոլ Փաշինյանի ուրթի մեջ բոլոր գործառույթները իրականացնել։ Եվ լոբիստական կազմակերպությունների գործունեության մասին էր, չէ՞, խոսում, այսինքն հայդատի գրասենյակին է ակնարկում։ Ինչի է Փաշինյանին անհանգստացնում այն ամենը, ինչ է անհանգստացնում Ալիևին եւ Էրդողանին։ Հայկական հայդատի գրասենյակներից, հայկական լոբիստական կազմակերպությունների աշխատանքից տարիներ շարունակ բողոքել են Էրդողանը, Ալիևը, Ադրբեջանի ղեկավարները, Թուրքիայի ղեկավարները։ Փաշինյանին ինչի անհանգստացնում։ Եվ հատկապես Արսեն Թորոսյանը։ Եվ մի կին ատոմնատեխնիկա, հիմա դրան էլ կանադառնանք։ Այո։ Հայդատի գրասենյակները պաշտպանում են հայկական շահերը։
Եթե Փաշինյանին դա այդքան անհանգստացնում է, ուրեմն ինքը դուրս է այդ հայկական շահերից։ Բայց ես վերջերս մի բացահայտման մասին խոսեմ, որ Հայդատի գրասենյակը ամերիկյան բացահայտեց, որ Հայաստանի падգամավորներից մեկին, Մարիա Կարապետյանին կոնկրետ, ադրբեջանական PR ընկերությունը նամակով դիմում է ԱՄՆ լրատվականներին եւ Մարիա Կարապետյանին առաջարկում են որպես խոսնակ, որ գնա ներկայացնի Հայդատի գրասենյակների մասին իրենց ձևակերպում ճշմարտությունը։ Այսինքն բացահայտվել է Հայաստանում գործող падգամավորի եւ ադրբեջանական PR ընկերության կապ։ Մարիա Կարապետյանը հերքում է, ասում է կապ չունեմ։ Եթե Մարիա Կարապետյանի գործունեությունը այնպիսին է, որ ինքը կապ չունի, բայց ադրբեջանական PR ընկերությունը Մարիա Կարապետյանին է որպես խոսնակ առաջարկում ԱՄՆ լրատվականներին, դա ավելի վատ է, քան եթե Մարիա Կարապետյանը կապ ունի եւ դրա համար է առաջարկում։ Երկու տարբերակն էլ սարսափելի է։ Այսինքն պատկերացնում եք, եթե որևէ իշխանությունները, որ այս ինչ մեղադրանք ասես հնչեցնում են էլ գործակալներ, գործակալությունը ո՞նց է լինում, այսինքն ո՞նց պիտի բացահայտվեր դա։ Պատկերացնեք իրաց ձեռքում եթե տվյալ լիներ, որ որևէ թուրքական ընկերության PR, ադրբեջանական, ռուսական PR ընկերություն, որևէ հայ падգամավորի առաջարկում են որպես խոսնակ, հայկական որևէ կազմակերպության դեմ արշավում, դա պատկերացնում եք ինչ սկանդալ կլիներ։ Հիմա բացահայտվել է անուն ազգանունով նամակով։ Եվ ինչու հանրային ռեզոնանս չի ստանում։ Հանրային ռեզոնանսը մենք փորձում ենք, բայց այսինքն սա բարձրագույն դրվագներից մեկն է, չէ՞, ովքեր են գործակալները, ովքեր են պետական շահերի դեմ գործողները, ովքեր են ադրբեջանական տարբեր կառույցների հետ կապեր պահպանողները։ Էլ մութ սենյակում սև կատու փնտրելու հարկ չկա, լրտես են ուզում փնտրել, գործակալական գործունեությամբ առերևույթ պետական դավաճանությամբ զբաղվողների են ուզում փնտրել, հենա իրենց մեջ բոլորը կան, իրենց պիտի ձերբակալեն, կալանավորեն եւ այդպես շարունակ։ Ուրիշ տեղ հայ առաքելական եկեղեցում չկան, այլ կուսակցություններում չկան, այս 8 տարի է ման են գալիս։ 8 տարի է, մարդկանց մեղադրում են լրտեսության մեջ, ձերբակալում են կամ մուտքի ելքի արգելում են, որովհետև թեմի առաջնորդներից մեկին ման է արել, պաշտոնանկ է արել, կաթողիկոսին, օրինակ։ Մեղադրում էին լրտես գործակալ, ինչի մեջ ասես, չէ, քրեական գործը հարուցում են, որ թեմի առաջնորդին օրենքի համապատասխան իբր բան չի արել, աշխատանքից չի ազատել։ Այսինքն հասկանում եք, որ ոչ մի բան չեն կարողանում գտնել։ Դաշնակցությանը ինչի մեջ էին մեղադրում ԱԺ-ամբիոնից։ Դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել Արման Բաբաջանյանին։ Ճիշտ է, չի խնդրում համառորեն, բայց ու այդպես շարունակ, այսինքն այս բոլոր անպատասխանատու իրականության հետ կապ չունեցող հայտարարությունների շարքին են դասում նաև ձեր մեջ բերած հայտարարությունը։ Եվ ինչ կարծում եք, որ Եվրախորհրդանում, քանի որ նա այսպես ասում էր, որ խղճի ազատությունը ես չեմ սահմանափակել, այսինքն իր մոտ էլ արդեն կա այդ անհանգստությունը, որ հասել է եվրոպական հարթակներ, որ Հայաստանում կրոնական ազատությունը ոտնահարվում է, որի մասին շատ են այս վերջին շրջանում խոսում, այդ թվում միջազգային իրավապաշտպաններ։ Ես չգիտեմ էլ խղճի մտքի դավանանքի ազատությունը ոնց կարող է սահմանափակվել։ Քաղաքացին տարիներ շարունակ որևէ եկեղեցում ամեն կիրակի մասնակցել է պատարագի, մասնակցել է ժամերգության, մեկ էլ ինչ որ կիրակի գնում է եկեղեցի եւ տեսնում է, որ չի կարող իր եկեղեցի մուտք գործել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի պահապանները եկել են, շրջափակել են եկեղեցին, չեն թողում քաղաքացիները մուտք գործի, զինված են ու Նիկոլ Փաշինյանի այդ շրջիկ խումբը որոշել է, որ այդ օրը այդ եկեղեցում պիտի շոու բեմադրի։ Դա եթե սահմանափակում չի, բա ինչ է։ Կամ ԱԱԾ-ն աշխատանքներ է իրականացնում որևէ բարձրաստիճան հոգեվորական հետ, որ բառ ասի, ինչ որ բառ չասի։ Դա որ ուղիղ միջամտություն չի կրոնական կազմակերպության, որը սահմանադրորեն ունի արտոնություններ այդ կրոնական կազմակերպության կյանքում, այդ միջամտությունը ո՞նց է լինում։ Այսինքն էլ ինչ պիտի լիներ։ Ես ուղղակի ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ վերջերս արդեն չեն թաքցնում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո, քանի որ ես պիտի գնամ, ԱԱԾ-ն գնում է եւ աշխատանքներ է տանում, որ զեղչեն կաթողիկոսի անունը։ Այո, այդ ես եմ ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ասել, որ հրաժարվի եւ գնա։ Այո, իմ հրամանով է սա արվել, այո, իմ հրամանով է մեկը պաշտոնանկարվել, այսինքն չեն թաքցնում, այն ինչ հակասահմանադրականություն, հակաօրինական քայլերը, որ իրականացնում են։ Եվ դաշնակցությունը որպես ավանդական կուսակցություն եւ ազգային խնդիրների իրացումն ու պաշտպանությունը միշտ հետամուտ կուսակցությունն է, ինչպես եք դրան վերաբերում, մասնավորապես հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ ուրացմանը
վտանգներ տեսնում եք այդ իմաստով։ Վտանգները ո՞րն են, անցած տարի երկրների ղեկավարներից մեկը ասաց հայոց ցեղասպանություն, Փաշինյանն ասաց մենք պիտի հասկանանք դա այդ տերմինի օգտագործումը մեզ ինչ է տալիս։ Այսինքն էլ ուրացումը հրաժարումը ոնց է լինում։ Ում միջոցով ենք ընկալել, հա, հայոց ցեղասպանություն չէ, այդպես էր ասում, ինչու մինչև 1950 թվականը հայոց ցեղասպանություն չկար, հետո դրանից հետո կար։ Անցած տարի առաջին անգամ ջրերով երթից հետո Հայաստանի պաշտոնական հաստատությունները դատապարտող հայտարարություն տարածեցին։ Այսինքն նույնական Ադրբեջանի հայտարարությունների հետ, եթե դա ուրացման քաղաքականություն չէ, բա ինչ է։ Գիտեմ, որ 5-10 տարի առաջ սա երևակայելի կթվար, բայց անցած տարի Հայաստանում մերժվեց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը եւ ես էլ չգիտեմ ինչպես կարելի է դրսևորել այդ եթե օրինակ մենք ունենայինք թեորիական մի իշխանություն, որը ուրանում է, ուզում է ուրանալ, գալ հասնել միտեղ, որտեղ ասի, որ հայոց ցեղասպանությունը իրականում չի եղել, պատմական ինչ-որ անախորժ դեպքեր են եղել։ Էլ ինչ քայլեր պիտի ձեռնարկել օրինակ։ Օրինակ ինչ է արել, որ չի արել Փաշինյանը։ Ինչ կաներ այդ կառավարությունը։ Ամեն ինչ էլ աստիճանաբար, այսինքն մենք երբ որ խոսում ենք, որ Արցախի անունը տալ արգելված է, էլի ասում էին, որ սա դիմադրիների հորինվածն է, չէ, այդպիսի բան չկա, բայց պարզվեց արգելված է, հիմա Փաշինյանն ասում է Արցախ անունը տալի, դրա համար պատերազմ կլինի։ Եվ պետք է նկատենք, որ առաջին դեպքը չէ, երբ այսպես հանրությանը փաստացի վախեցնում են պատերազմ, հայթում 2024 թվականի գարնանը, չէ, երբ պատրաստում են այդ սահմանազատում եւ այլն, ցեզ ինչպես է սա ազդում հանրային տրամադրությունների վրա։ Բնական է, որ հանրությունը ցանկանում է խաղաղություն եւ ինչ որ փուլում կարող է ազդեցություն ունենալ, այդ սա էլ պիտի անենք, թե չէ պատերազմ կլինի, բայց անհնար դա անվերջ գործարիք է, լավ, որովհետեւ մարդիկ արդեն կանգ են առնում, հարցում են, լավ, ինչքան, ասենք, լավ, այս տարածքը պիտի տանք, թե չէ պատերազմ կլինի։ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենին պիտի հեռացնենք, թե չէ պատերազմ կլինի։ Այս գիրքը պիտի նվիրենք, թե չէ պատերազմ կլինի։ Սա պիտի անենք, թե չէ պատերազմ կլինի։ Սահմանադրությունը պիտի փոխենք, թե չէ պատերազմ կլինի։ Ինչքան է այս նախադասությունը ասվելու։ Հաջորդ պահանջը որն է լինելու։ Եթե մի պահանջի համար դա արվում է, այսինքն դա ընդունվում է որպես արդարացնող տրամաբանություն, ինչու Ադրբեջանը պիտի կանգ առնի։ Միշտ այդ կօգտագործվի։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Ցեղասպանության թանգարանին պիտի չլինի, հուշահամալիր պիտի չլինի, թե չէ Թուրքիան կպատերազմի։ Եռաբլուրը պիտի ջնջենք, թե չէ Ադրբեջանը կպատերազմի։ Եթե մենք առաջնորդում ենք այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանը կջղայնանա, պիտի ամեն ինչ անենք, որ չջղայնանա, եթե Ադրբեջանը ի վերջո խաղաղություն է ուզում, թե պատերազմ, մենք անդադ համոզվում ենք, որ խաղաղություն է ուզում, բայց սպառնում են պատերազմով։ Եթե Ադրբեջանը ուզում է պատերազմ ու առիթ է ման գալիս դրա համար, ինքը գտնելու է այդ առիթը։ Աշխարհում չկա նախադեպ, որ մեկը ուզեցել է առիթ գտնել պատերազմի համար ու չի գտել այդ առիթը կամ չի ստեղծել։ Այսինքն եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, դա պետք է ասեն ժողովրդին։ Ոչ թե խափեն ասա խաղաղությունա, բայց խելոք նայեք հանկարծ հայացքները գետնից չբարձրացնենք, թե չէ Ադրբեջանը կջղայնանա ու կպատերազմի։ Եվ իդեպ այսօրվա ճեպազրույցում կրկին հավասարության նշան է դրել այսպես կոչված այդ արևմտյան Ադրբեջան խոսույթի եւ մեր հայկական հարցերի, Արցախի հարցերի, Արցախահայության հարցերի միջև, ինչպես է դրան վերաբերվում։ Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը Հայաստանը զավթելու կոնցեպտ է։ Տարբեր գործիքներով Հայաստանը զավթելու, Հայաստանում Ադրբեջանի բնակչություն եւ համայնք ունենալու ծրագիր է, որի վերջնական նպատակը Հայաստանում այնպես անել, որ կախված վիճակ լինի Ադրբեջանից։ Որևէ կապ դա չունի նրա հետ, որ հազարամյակներ շարունակ Արցախում ապրել են հայեր եւ հայերը ունեն Արցախ վերադառնալու իրավունք։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է արևմտյան Ադրբեջան կոնցեպտին հակազդել, իսկ նա ոնց որ այդպիսի տրամադրություններ չունի, բայց եթե ուզում է հակազդել, նախ Ալիևից պետքա պահանջի դադարեցնել դրա ֆինանսավորումը։ Երկրորդը, եթե Ադրբեջանը առաջ է տանում Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարց, թխում անելով, որ այստեղ ինչ որ ժամանակ, ինչ որ քանակով ադրբեջանցիներ են ապրել, որոնք դուրս են եկել Հայաստանից, նրանց նկատմամբ ոչ մի ուժ չի կիրառվել, փոխհատուցում են ստացել, դա պետք է խոսվի եւ եթե այդ հարցն է բարձրաձայնվում, Բաքվում են հայեր ապրել, Սումգայիթում են հայեր ապրել, ավելին այնտեղ նրանք ջարդերի են ենթարկվել, ունեզրկվել են, այդ հարցը պետք է հակադրվի ու այդ հարցը դրան պետք է չեզոքացվի։ Ոչ թե Արցախահայերի էթնիկ զտման հետևանքով իրենց հայրենիքից, ցեղասպանության հետևանքով իրենց հայրենիքից դուրս գալը Նիկոլ Փաշինյանը ուղղակի ասի չբարձրացնենք, որ Ադրբեջանը այլ հարց չբարձրացնի, բայց արդյունքում մենք որևէ հարց, որևէ իրավունքի մասին չենք խոսում, Ադրբեջանի բոլոր պահանջները ավելի արագ առաջ է տանում։ Այսինքն խնդիրը ինչի որ մենք իրավունքներից խոսում ենք, դրա համար է Ադրբեջանը նոր պահանջներ առաջ տանում։ Բայց Տավուշից ինչ էր տարածքներ պահանջում, այդ ժամանակ մենք ինչ որ բան էինք պահանջում։
Մենք ինչ-որ հողերի մասին խոսում ենք, որ Ադրբեջանը տարածքներ է պահանջում։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունը պիտի փոխվի, դրա համար է Ադրբեջանը մեր սահմանադրությունը պահանջում փոխել։ Չէ, որովհետև ինքը ունի այդ նպատակները ու առաջ է տանում։ Այլ եթե մենք օրինակ սահմանադրության հարցով ասեինք Հայաստանը չի փոխելու իր սահմանադրությունը, չես կարող դու նման պահանջի ենթարկել, դու էլ ունես այդ նույն սահմանադրական խնդիրը, եթե այդպես է դու էլ քոնը փոխի, այդ հարցը կփակվեր։ Բայց մենք նախընտրել ենք չխոսել դրա մասին, եւ հիմա ասել ենք այնտեղ, որ ասում ենք պիտի փոխենք սահմանադրությունը, թե չէ պատերազմ կլինի։ Այսպեսի կարևոր հարց, քանի որ Փաշինյանը այսօր հայտարարեց, ընդգծելով, թե Հայաստանը եւ Ադրբեջանը նախաստորագրել են այդ համաձայնագիրը, եւ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ըստ ձեզ արդյոք Ադրբեջանը իրականում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ երբ նա հայտարարում է, որ մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց պատրաստ ենք, սակայն 6 ամսից կարող ենք փոխել մեր դիրքորոշումը, սա ինչ է նշանակում։ Փաշինյանին մեկնաբանել անշնորհակալ գործ է, բայց Ադրբեջանը աննախադեպ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ճիշտ այնպես ինչպես Նիկոլն է աննախադեպ։ Ադրբեջանը այնքան աննախադեպ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ հիմա ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Ես չգիտեմ ոնց է այլ հնարավոր չճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը։ Արման Թաթարյանի տվյալները ներեցեք, տվյալներով շարունակում են առաջ ամրապնդվել եւ առաջ գալ որքան հնարավոր, այսինքն այդ ո՞նց է ճանաչել այդ տարածքային ամբողջականությունը։ Ո՞նց են ճանաչում տարածքային ամբողջականությունը, այդ զորքերը օկուպացիոն գտնվում են երկրի ներսում, այն տարածքում, որ Ադրբեջանը իբր ասում է, որ ճանաչել է։ Գիտեք ամբողջ խնդիրը որն է, որ չեմ ֆիքսել որևէ քարտեզ, որով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն Ադրբեջանը ասում է իմ կողքը կա մի հատ Հայաստան, բայց ես չեմ ճանաչում նրա ոչ սահման, ոչ տարածք։ Այնքան ինչքան կարող եմ կվերցնեմ, մնացածը տակը ինչ մնա, դա արդեն կարող ենք ընդունել որպես Հայաստան։ Էս է խնդիրը։ Այսինքն բանակցել ու ստորագրել են մի թուղթ, որը չի ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Պատերազմի եւ խաղաղության, պատերազմի հետ խաղաղությունն այս հանրային բանավեճի թեման շարունակելով հանրային բանավեճ չկա։ Պատերազմ եւ խաղաղություն բանավեճ ընդհանրապես չկա։ Չկա կողմ, որ ասում են պատերազմ։ Բայց փոխադարձ մեղադրանքներ կան։ Կա փոխադարձ մեղադրանք, կա կեղծ դիսկուրս, որը հնարվել է ոչ վերջի տարիներին, ընդհանրապես պիտակավորելու մարդկանց, ովքեր խոսում են Հայաստանի անվտանգությունից եւ պաշտպանված լինելու անհրաժեշտությունից։ Որևէ մեկը չկա, ոչ քաղաքական դերակատարներից, ոչ հանրային դերակատարներից, ով ասում է պատերազմ։ Հայաստանում չկա այդպիսի դիսկուրս։ Ներեցեք, ես հարցս վերջացնեմ, հենց դրա մասին եմ ուզում հարցնել Տիկին Վարդանյան։ Մարտի 16-ին Հայաստան դաշինքի շնորհանդեսին, բացի այն, որ Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ իշխան Սաղաթելյանը հայտարարեց ձևաչափը դաշնակցության եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաեւ ընդգծեց, որ մենք գալիս ենք ոչ թե պատերազմ բերելու, այլ պատերազմը կանխելու եւ մեր առաջարկը արժանապատիվ կայունությունն է եւ ոչ թե հավերժական պատերազմը։ Սա ի պատասխան երևի թե այդ մեղադրանքների։ Իսկ կա արդեն կոնկրետ անվտանգության ծրագիր կամ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ, թե ինչպես է Հայաստան դաշինքը իշխանության գալու դեպքում լուծելու անվտանգության այդ գերակա խնդիրները։ Այո, դա անվտանգային բաժինը մեր պլատֆորմի առաջին բաժինն է, հուսամ առաջիկայում մասնագետները կներկայացնեն, բաժին ենք ներկայացնելու, հուսամ մասնագետները հնարավորություն կունենան այդ թեմայով խոսելու։ Իսկ ինչ որ ավելի մանրամասներ կարող եք ներկայացնել ձեր պատկերացումների վերաբերյալ, քանի որ ես նկատեմ, որ այդ խաղաղության թեման կարծես թե արտացոլվում է բոլոր հիմնական ուժերի ծրագրերում, հա, Հայաստան դաշինքի դեպքում իրական երաշխավորված երաշխիքներով խաղաղություն, ուժեղ Հայաստանի դեպքում ուժեղ խաղաղություն, առաջարկ Հայաստանի նախաձեռնության դեպքում երաշխավորված խաղաղություն, այս ամենը որ մեր անվտանգության թիմը երաշխավորը հայկական բանակն է ու առաջնային հարկավոր է բանակի ամբողջական վերափոխում, արդիականացում, ինչպես այդ հարցին պետք է պատասխանեն մասնագետները պլատֆորմի կետերի հիման վրա, որոնք պատրաստ են արդեն։ Երկրորդ տարը արդյունավետ դիվանագիտությունն է, դիվանագիտություն ոչ թե պարզապես լավը երևալու, պուպուշ երևալու, այլ հայկական շահերից բխած, դա ենթադրում է, որ ամրագրել քո շահերը եւ ըստ դրա հաստատել կամ արկա, եթե արդեն արկային հարաբերությունները, հնարավորն է սերտացնել դիվանագիտական հարաբերություններ, ունենալով հստակ առաջնահերթություններ եւ իհարկե երրորդ բաղադրիչ այդ ամենի տնտեսությունն է, որը պիտի սպասարկի եւ քո արտաքին քաղաքականությունը, եւ քո
ներքին արդիականացման գործընթացը։ Տնտեսությունն պիտի լինի մեր դեպքում ոչ թե սպասես, որ ճգնաժամ լինի, մի քանի հազար մարդ գա քո տարածքով անցնի կարճաժամկետ էֆեկտ ունենաս, այլ ենթակառուցվածքներ ստեղծելով, ինչ որ բան ընդհանրապես արտադրելով եւ արտահանմանը միտված տնտեսություն ստեղծելով, ընտրելով ճիշտ շուկաները այդ բարեհունչ բաները չեն, որ մեզ հիմա ասում են ԵՄ, որտեղ մենք արտադրել տեսակ չկա, որ արտահանում ենք։ Հայաստանի համար իրատեսական շուկայի աշխարհի ամենամեծ տնտեսական շուկան BRICS-ը, Հայաստանի համար ամենամեծ շուկան, որից հիմա ամենամեծ կախվածություն ունի եւ Փաշինյանը օրը գրանով ավելանում է ԵԱՏՄ շուկան է, պետք է հասկանալ որտեղ ինչ կարող ես արտահանել։ Այսինքն ամբողջ այս կոմպլեկտ լուծումներ են, չկան պարզ հեշտ մի քայլանի լուծումներ, բայց իրատեսական է, որ դու ուժեղանալով, իսկապես տարբեր ուղղություններով եւ դիվանագիտությամբ կարող ես ապահովել քո ինչ որ չափով անվտանգային երաշխիքներ ունենալ, այնքանով որքանով դա հնարավոր է ժամանակակից աշխարհում, բայց ամեն ինչ սկսում է սեփական ժողովրդին հատկապես այս իրավիճակում չխաբելով, որ գոյություն ունի նախ դարի խաղաղություն, 100-ամյա խաղաղություն, հերիք չի դա էլ գոյություն ունի, որ դա դու ես բերել, ու բերել ես այնպիսի տարածաշրջան, որը օրինակ հարավային Կովկասն է, Մերձավոր Արևելքն է, որտեղ մենք տեսնում ենք, ասենք, եթե Դուբայում ռումբեր են պայթում, ինձ թվում է որևէ այլ երկիր կարա չխոսի էլի հարյուրավոր տարիների խաղաղության մասին։ Ամոթի դեպքում եւ մի քիչ adekvatության դեպքում որևէ երկրի ղեկավար այս պայմաններում չի կարող խոսալ, որ ինքը բերել է երաշխավորված, չգիտեմ, 100-ամյա խաղաղություն։ Կարող է ցույց տալ, որ ինքը ամեն ինչ արել է այդ ուղղությամբ, բայց մենք պիտի հասկանանք, որ այս պայմաններում դա միայն քեզնից կախված չի։ Ու պետք է այդ իրողություններով հաշվի առնելով դա նկատի ունենալով, այսինքն կազմել ես քո բոլոր ծրագրերը, չխաբել սեփական ժողովրդին մենակ քվեներ ստանալու համար։ Եվ տարածաշրջանային այս իրավիճակը Իրանի դեմ արդեն ավելի քան 2 շաբաթ շարունակվող պատերազմը ձեզ ինչպես է ազդում այս ընդհանուր իրավիճակի վրա, այդ գործոնները ինչպես կազդեն Հայաստանի քաղաքական process-ների վրա եւ արդյոք ժամանակավրեպ չի դառնում խաղաղության օրակարգի մասին այս ամբողջ քարոզչությունը։ Դե ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի հիստերիայի մի մասն էլ պայմանավորված է նրանով, որ ոչ թե ընդդիմությունը, ոչ թե ինչ-որ մութ ուժեր, այլ իրականությունը ինքը դնում է իր փոփոխությունները եւ շեշտադրումները ու իրականությունը ինքն է շատ բան իր տեղը դնելով քանդում միֆերը նրա մասին, որ օրինակ Հարավային Կովկաս է եկել 100-ամյա դարի խաղաղություն, տասնամյակների խաղաղություն, երաշխավորված խաղաղություն։ Լավ, բայց ինչով երաշխավորված։ Ամբողջ այդ է, որ իրականությունը ցույց է տալիս, որ չկա այդպիսի երաշխիքներ, որ ապահովագրված չես, որևէ երկիր ապահովագրված չի, այն էլ նման տարածաշրջանում։ Ես ես Իրանի հակամարտության կոնտեքստում միայն պիտի ասենք, որ Իրանում կայունությունը մեզ համար կենսական է իրականում, մեր հարևան եղբայրական ժողովուրդը, նաև Իրանի ժողովուրդը, եւ անկայունության շարունակականությունը ու իր ռիսկայնությունը, այսինքն ինչ հարաբանական սցենարներ կարող են լինել, իսկապես անմիջական արդեն հիմա ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Տնտեսականը դեռևս ազդեցություն է, բայց այդ տնտեսականը կարող է վերափոխվել հումանիտարի, այդ ամբողջի հանրագումարը լինել անվտանգային։ Այսինքն սա կարևորագույն ուղղություն է։ Ես միայն այս կոնտեքստում ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, երբ օրինակ Թուրքիայում բնական աղետ էր, Փաշինյանի կառավարությունը շտապեց փակ սահմանով հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա, դա պատճառաբանում էր, որ դե ինչու է քննադատում, եթե քննադատողներ կային, որ հումանիտար օգնություն է, Այո, այսօրվա ճեպազույցում ներեցեք Փաշինյանին հարցեցին այդ մասին, թե արդյոք հումանիտար օգնություն պատրաստում եք ուղարկել Իրան, նա ասաց, որ կամ Իրանը խնդրել, ասաց Իրանը անհրաժեշտություն չունի խնդրելու հումանիտար օգնություն եւ ասում է, որ Հայաստանը անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնություն կցուցաբերի Իրան։ Իրանի դեսպանատունը հայտարարել է անհրաժեշտության մասին։ Իսկ Թուրքիան հայտարարել էր անհրաժեշտության մասին, որ վարկյանների ընթացքում դա շտապեցին կազմակերպել։ Լավ են արել Թուրքիա ուղարկել են Իրան, ինչու չեն ուղարկում։ Դա խոսքը հումանիտար օգնության մասին է, աշխարհակահաղական դիրքորոշման մասին չէ, բայց խոսքը եղբայրական ժողովրդի հումանիտար օգնության մասին է, ով հաստատ քեզ չի ցեղասպանել, եւ երկրորդը ում հումանիտար օգնության շնորհիվ դու 90-ականներին բարդագույն ճգնաժամ ես հաղթահարել։ Լավ կարելի է այս նպությունները օրինակ հաշվի առնել։ Սա է արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ ինչի վրա է հիմնված մեր արտաքին քաղաքականությունը դա ցույց տալի հայկական շահերի թե Թուրքիային ու Ադրբեջանին դուր գալու։
Իսկ Հայաստանին այս պատերազմի մեջ ինչ որ կերպ ներքաշելու վտանգներ կամ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից օգտվելու վտանգներ կամ Ադրբեջանի Իրանի դեմ ագրեսիայի ներգրավելու։ Եկեք ես մեջ բերեմ արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որը ուղղակի ասում էր Նիկոլ Փաշինյանի արտաքին հետախուզական ծառայության, որ անկայունությունը Իրանում հարցականի տակ է դնում խաղաղությունը ամբողջ տարածաշրջանում եւ դրանով սահմանափակվում է իր etնախդասությունով ամեն ինչ ասված է։ Հիմա հավանական իհարկե եթե անկայունությունը շարունակվի դրանից օգտվողներ կարող են լինել, որովհետեւ այն է ինչ ասում ենք տարիներ շարունակ Ադրբեջանի պահանջները չեն սահմանափակվել Արցախով։ Անվերջ են այդ պահանջները ու ամեն հարմար առիթի Ադրբեջանը չի նայելու ինչ որ բան նախաստորագրել է, խոստում է տվել թե չէ, փորձելու է վերցնել։ Ամբողջ խնդիրը որ մեզ խափում են, որ այլևս չի ուզում Ադրբեջանը, ոչինչ չի ուզում, ստացել են ամեն ինչ ուզում է։ Եթե ստացել են ամեն ինչ ուզում է, էլ ինչի են այս ջանքերը ամբողջի հետ կապված։ Շատ բարձր է Հայաստանի համար ռիսկերը եւ այդ ռիսկերին պետք է հանրությանը հումանիտարից մինչեւ տնտեսական ու անվտանգային պետք է պատրաստել հանրությանը։ Իսկ նկատի ունեմ Փաշինյանը զբաղված է ընտրաշավով չնայած այդ ռիսկերին ամբողջ կառավարության ուժայիններից մինչև բոլոր պատասխանատուներ։ Այսինքն ոչ թե զբաղված է քարոզարշավով, նա առաջնահերթ է ավելի քարոզարշավը իր համար, քան այս բոլոր ռիսկերը։ Բայց արտաքին հետախուզության ծառայությունը իհարկե տարեկան զեկույց եղավ 2026-ի, որտեղ կրկին հիբրիդային սպառնալիքների մասին էր խոսքը, թե Մերձավոր Արևելք, Իրան-Իսրայել հակամարտության մասին է խոսքը, այս վերջին հայտարարության մեջ ավելի առաջնահերթ է կարծես համարում, այսպես ասած, հիբրիդային սպառնալիքները եւ արտաքին միջամտությունների ընտրությունները եւ այս համատեքստում ինչպես կգնահատեք Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, որ Հայաստանին ուղարկելու հիբրիդային արագ արձագանքման խումբ Հայաստանին օգնելու դիմակայել սպառնալիքներին։ Կգնահատեմ որպես միջամտություն երկրի ներքին գործերին, բայց դրանից բացի Կայա Կալասին կոնստրուկտիվ առաջարկ ունեմ։ Կլինի Հայաստանի իշխանությունները ուղիղ եւ հրապարակային հայտարարեն որտեղից է հիբրիդային սպառնալիքները, ոչ թե գնան իր ականջին շշնջան, հետ գան այստեղ գնան Մոսկվա, ասեն չէ ձեզ նկատի չունեին։ Կլինի ուղիղ հայտարարեն, բոլորի համար պարզ լինի այդ հիբրիդային սպառնալիքները որտեղից են։ Ի վերջո ինքնիշխանություններից են ամեն օր խոսում։ Եթե ֆիքսել են, որ որևէ մայրաքաղաքից ուժային կենտրոնից կա հիբրիդային սպառնալիք, ինչի դրա մասին ուղիղ չեն խոսում։ Ինչ է նշանակում արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը, որ մանրամասն նկարագրում է բացահայտել է սխեմա, ինչ որ ուժային կառույցների ներգրավվածություն եւ այլն, եւ չի ասում որ երկրից վախենում են տվյալ երկրում, այլ երկրում տվյալ երկրի հակտուր ծառայություն։ Այդ ինչ ինքնիշխանություն է, որ վախենում են Ռուսաստան բառ ասելուց։ Այդ ինչ ինքնիշխանություն է։ Ինքնիշխանություն է թե չէ։ Եթե Ռուսաստանից են բացահայտել, ինչի չեն ասում այդ բառը։ Այդպես վախենալու բառը, թե իրենց բան են խաղերի տեղ են թողնում։ Եթե բացահայտել են հիբրիդային վախենում են, որ կասեն այդ արտահայտությունը պաշտոնական արձագանք կգա, այնպեսի արձագանք կգա, որ չեն կարողանա դրան պատասխանել։ Բացահայտել եք սպառնալիք, ասեք որտեղից է այդ սպառնալիքը գան, ինչ է նշանակում այս երկրի տվյալ երկրի այս մի կառույցը ոչ ոքի անունը չեն բանանում։ Մեկը բացահայտել եք կամ չեք բացահայտել, եթե բացահայտել եք, ինչ չեք ասում որտեղից է այդ սպառնալիքը։ Չեք մենակ Եվրամիության փակ դռների ետևում դա ասում։ Այ ինքնիշխաններ, ինչից եք վախենում։ Ռուսաստան անունը տալուց, այդ ինքնիշխանություն է։ Ռուսաստան անունը տալուց վախենում են, Ադրբեջանին պատասխանելուց վախենում են, Թուրքիային պատասխանելուց վախենում են, թեպս ամեն ինչից վախենում են, բայց ինքնիշխան են, ո՞նց է այդպես լինում։ Դա ուղղակի կեղծում են իմ պատասխանը դա։ Եվ վերջում Հայաստան դաշինքի մասնակցության մասին, քանի որ ինչպես նշեցի արդեն հայտարարվեց մասնակցության ձևաչափը, Հեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, կան նաև այլ ուժեր, ինչ հավակնություններ ունեք առաջիկա ընտրություններին եւ ինչպես է գնահատում ձեր հնարավորությունները։ Լիահույս ենք, որ իրավիճակը փոխելու հնարավորություն ունենք։ Ինձ համար հաղթանակ կլինի, եթե մենք ընդդիմադիր դաշտը կարողանա իրավիճակ փոխել անկախ նրանից մեր մանդատները ավելի շատ կլինեն, քան 2021 թվականին են, թե ավելի քիչ կլինեն եւ հաղթանակ չի լինի, եթե անգամ մեր մանդատները ավելի շատ լինեն, քան 2021 թվականին էին, բայց իրավիճակը չփոխվի դրանից։ Ընդդիմությունը բոլոր շանսերը ունի իրավիճակը փոխելու, այո, այս պահին չկա մեկ ուժ, որ կարողանում է այս պահի հարցումները կոնե դա ցույց տալի մեծամասնություն ձևավորել, այդ թվում նաեւ իշխանական ուժերը։ Եվ դա պետք է հաշվի առնել, եթե մեր հասարակությունը որևէ ուժի ընդդիմադիր ուժի ուզում է որ միայնակ ձևավորի իշխանություն պետք է դա բավարար քվե դրա համար պետք է բարձր մասնակցություն եւ բավարար քվե
Եթե որևէ ուժ չունենա մերձամասնություն, դրա համար պետք է լինելու համագործակցություն, պատրաստ ենք ցանկացած համագործակցության, որի արդյունքում կլինի այս իշխանության փոփոխություն։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։ 160 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։